Այսօր խոսելու թեմաները շատ են, ուրեմն կփորձեմ բոլորին անդրադառնալ կարճ, ուրեմն հիշեցնեմ, որ բազմաթիվ Opel-ի վարորդների խնդրանքով, նաև ես ունեմ Opel Magnus-ի մեքենա, Տիգրան Ավինյանի հորդեմ դատական հայց եմ ներկայացրել, որի վճիռը կլինի շուտով եւ մենք դրա մասին կբարձրաձայնենք։ Ուրեմն Լևոնյան, հա, ոնց որ ուրեմն այդ տղեն իմ մասին ինչ որ բան խոսեց, որը չհասկացա, ես առաջի անգամ եմ այսօր ամբիոնից ելույթ ունենում, նա ասաց, որ ես այս ամբիոնից ինչ որ բան եմ խոսել, չգիտեմ, երևի խառնել է իրար, երևի ուրիշ մարդու հետ է խառնել կամ իմ խոսքը տեղից խոսքս թեկուզ նրա ասած թեմաներից ես բնավ չի խոսել, բայց եւ այնպես դե երիտասարդ տղա է, մեղքի իր վիզ ինքը գիտի։ Խոսելով տեսեք, ուրեմն նոր ավականու անդամներից ՔՊ ավականու անդամներից մեկը տենց ամբագորգոր արտահայտություն էր անում, ասում էր մենք քաղաքական հետապնդում չենք անում, դատարանները մերը չեն, ոստիկանները մերը չեն, մենք քաղաքական պատվերներով չենք զբաղվում։ Բայց թե չեք զբաղվում, Սամվել Կարապետյանը ինչու է այսօր ձերբակալվել, հետո կալանավորվել։ Եթե քաղաքական պատվերներով չեք զբաղվում։ Լավ, պարոն Փամուկչյանը մի քիչ առաջ լրագրողներին ասում է որդի ունի, վեհապարը որդի ունի ու չի հերքել։ Եթե տենց է, օրինակ ձեր քաղաքական առաջնորդի մասին բավականին շատ հանրային արտահայտություններ են եղել, որ չգիտեմ, ինչ որ առողջական հոգեկան խնդիրներ ունի, ԴՆԹ-ի անալիզ, ինքը հայ չի, թուրք է եւ այլն եւ այլն։ Այդ դրան էլ մերժում չկար, ուրեմն տենց է։ Պարոն Փամբուկյան, դե չի ստացվում էլի, ոնց որ չի բռնում, որովհետեւ 7 տարի է իշխանության եք, բայց ձեր խոսույթներն էլ նորից էլի բոլորդ միասին իրար հետ չեք քննարկում երևի ու չեք որ իրար հետ որոշում թե ինչ է պետք խոսել, հա։ Մեզ անընդհատ փորձում ենք ապել նախկինների հետ, ժողովուրդ չեմ հասկանում, այլ բան չկա, որ մեզ անեք, որ մեր ռեյտինգը չաճի, ուզում եք մեզ ժողովրդի աչքին սևացնել, ուրիշ բան չկա էլ ասելու, էլի նախկիններ, թալանել են, նախկիններն էլ են թալանել, բռնեք դատեք, դուք էլ եք թալանել, ձեզնից հետո եկողներն էլ ձեզ են դատելու։ Անընդհատ գալստե խոսել, որ մենք կապված ենք նախկինների հետ, էս ենք արել, են ենք արել, լավ, լուրերից է տեղեկացա, որ Մինաս Մինասյանը հայտարարում է, հա, եթե ճիշտ եմ ասում ազգանունը, որ Նիկոլ Փաշինյանին փող էր տալիս։ Լավ, իս փող չի տվել, ես այդ մարդուն չեմ էլ ճանաչում։ Հիմա ով է նախկինների հետ կապված։ Մենք թե դուք։ Այդ որ Երևանի քաղաքապետարանի ընտրությունները որ կար, այս վերջի 23 թվականին, այդ ժամանակ մենք էլ գիտենք, էլի ոնց ինչ, ով ինչ արել, ով ում է օգնել, այդ տենց չի հո, մենակ խոսալով չի էլի։ Այսինքն ես ման եք գալիս եք, ու ես համոզված եմ ու գիտեմ, որ խոշորացույցով ման եք գալիս, խոշորացույցով այսպես մեզ զննում եք, տեսնեք, որ մեկիս ոտքը որտեղ է սայթակելու, որ գաք, չգիտեմ, յա փորձեք մեր անունները, չգիտեմ, սևացնել, յա խմբակցության անունը սևացնել, յա փորձեք ինչ-որ գործեր կարել, ոչ մի բան չեք կարողանում գտնել, հա, գալիս եք ասում եք նախկինների հետ փող կապակցված անձի։ Լավ, ֆանտազիան ձեր ուր է, խի չի հերիքում։ Հերիքում է ֆանտազիան, մեր հողերը հանձնել եք, այդքանի հերիքել է։ Ձեր ֆանտազիան հերիքում է, որ Նիկոլ Փաշինյանը կայնի, ասի, ինչ է թե ես, ինձ թշնամի չասեն, 5000 ջայլ տղեկ այսօր գտնվում են հողի տակ, ֆանտազիան ձեր այդքան հերիքում է։ Չի հերիքում ձև ինչ որ մի բան ասեք, նախկինների հետ եք կապում։